Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ինչու Հովիկ Աղազարյանն ավելի շուտ մինչև իր դեմ հարուցված գործերը չէր հայտարարում ավտորիտարիզմի դեմ պայքարի մասին, падգամավորը հարցը լսեց ու սկսեց երգել։ Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Ես ավելի շատ բան եմ արել ձեր շահերը պաշտպանելու իմաստով, հասարակ քաղաքացու շահերի պաշտպանելու իմաստով։ Ազգային ժողովում մի քանի падգամավորների բարձրացրած հարցեր անպատասխան է թողել դատախազը, այդ թվում նաև հարցը, թե օրինակ Աղազարյանը ինչու չի հարցաքննվել $23,000 կաշառքին վերաբերող երկրորդ գործով։ Գլխավոր դատախազը հայտնեց, թե կաշառք տալու գործով երկու մեղադրյալ կա։ Հովիկ Աղազարյանն ըստ դատախազի որևէ խնդրի հետ կապված չի հարցաքննվել։ Նորից պետք է հիշեցնեմ, որ մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ եւ որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք։ Եթե մենք անձին մեղադրանքի շուրջ հարցաքննենք վկայի կարգավիճակով, դատարանը ասել է, որ սա անթույլատրելի ապացույց է, դուք մարդուն վկայի կարգավիճակով կանչել եք, փաստացի հետապնդում եք։ Աղազարյանը հայտարարել է, թե գործին վերաբերող $8,000 ոչ թե կաշառք է եղել, այլ փոխառություն։ Եթե տարվա ընթացքում փոխառությունները վերցրել, բոլորս պաշտոնատար անձինք ենք, այդ թվում պարոն Աղազարյանը։ Պարտավոր է հայտարարագրի։ 8,000-ը պարտավոր եք հայտարարագրել։ Շատ լավ, կգաք եւ կապը կհիմնավորեք։ Մենք ձեր ոչ մի իրավունքը երբեք, պարոն Աղազարյան, չենք սահմանափակել։ Երբ որ վկայի կարգավիճակով պարոն Աղազարյանը հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել։ Բայց օբյեկտիվ փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսազանգեր է ունեցել։ Դրա մասին երկու падգամավորներն էլ բարձրաձայնեցին։ Իդեպ ըստ դատախազի ՍԱՏՄ անձը, որի հետ հեռախոսակապ է ունեցել Աղազարյանը, հայտնի է շատերին։ Նա ՍԱՏՄ-ում եղել է ժամանակավոր պաշտոնակատար։ Գլխավոր դատախազը ազգային ժողովից ներկայացրեց նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 2 դպրոցի եւ 1 մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու եւ փողերի լվացման մեջ։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները, գլխավոր դատախազը արձանագրեց, որ կան բավարար փաստեր, որպեսզի падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Հարցը հետևյալն է, օրինակ ինչու ավելի վաղ չեն հարուցվել այս վարույթները, ինչու ենք սպասել, որ վաղեմության ժամկետներն անցնեն։ Պարոն Վարդանյան, Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկային ինձ լավ եք ծանոթ։ 2019 թվականին Վճռաբեկ դատարանը դեռևս չուներ նախադեպային որոշում, որտեղ ասում էր, որ բավարար է միայն արարքի օբյեկտիվ կողմի նկարագրությունը որպես պրեդիկատ նկարագրելու համար։ Ասում էր, դու պետք է ունենաս 4 հանցակազմով հաստատված վերջնական մեղք, նոր դրա հիման վրա կառուցես։ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, սակայն падգամավորը դահլիճում չէ։ Իդեպ չափազանց տարօրինակ եմ համարում, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկա չեն։ Կարող են չէ գալ գոնե ասել սա Տարոն Մարգարյանի քաղաքական ակտիվ գործունեության դեմ է ուղղված, նույնիսկ դա չեն ասում։ Հովիկ Աղազարյանին падգամավորական իմունիտետից զրկելու քվեարկությանը մասնակցեց 67 падգամավոր կողմ, քվեարկեց 65 падգամավոր դեմ, երկուսը Տարոն Մարգարյանին զրկեցին 67 կողմ ձայներով։ Ղազախստանը ողջունում է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Տոկաևը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հանդիպմանը։ Ղազախստանի նախագահը կարծում է, որ այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշան եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը։ Մենք կարծում ենք, որ իրավիճակը ապա էսկալացնելու անհրաժեշտություն կա եւ այս կապակցությամբ Հայաստանը մի շարք առաջարկություններով է հանդես եկել, այդ թվում սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Ցավալիորեն մինչ այս պահը ադրբեջանական կողմը դրանց որևէ պատասխան չի տվել եւ մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, սակայն իրավիճակի առավել ամբողջական լուծումը բնականաբար երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է, նշել է Կոստանյանը։
Հայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել, նա պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի падգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են Եվրամիությանը հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծը։ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Հայաստանը փորձում է ակտիվացնել կապերը Ռուսաստանի հետ։ Մենք շարունակում ենք բազմաբնույթ քաղաքական երկխոսությունը, մենք մշտական կապի մեջ ենք երկու երկրների առաջնորդների հետ։ Հայաստանի վարչապետը ընդունել է հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Մոսկվա այցելելու հրավերը։ Կայացել են արտգործնախարարների կառուցողական բանակցություններ։ Վերջերս տեղի ունեցան արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների խորհրդակցություններ։ Գործում են միջկառավարական, միջխորհրդարանական մեխանիզմներ։ Իրականացվում է ակտիվ միջգերատեսչական փոխգործակցություն, հիշեցրել է Զախարովան։ Հայաստանում Ամերիկայի դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման, ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Դեսպան Քվինը նաև այցելել է Սուրբ Ռիփսիմե պատմական եկեղեցին, որտեղ ընդգծել է ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը։ Գորիսում դեսպանը հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին անվտանգային վիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցել է նաև համայնքային առաջնորդների բնակիչների հետ։ Սյունիքի մարզում Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10.1 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհ կկառուցվի։ Ճանապարհի կառուցման աշխատանքը նախատեսված է ավարտել 2025-ին։ Նռնաձորում ճանապարհը սարերի միջով է անցնելու։ Հիմա քանդման աշխատանքներն են։ Այդ նախագիծը ըստ Նիկոլ Փաշինյանի նրբություններ ունի։ Նրբությունը հետևյալն է, որ հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ որակյալ ճանապարհների կառուցմանը, հայտնելով, որ եթե ճանապարհահատվածը չունի գծանշում, նշանակում է ճանապարհը դեռ ամբողջությամբ կառուցված չէ։ Դա ասֆալտա, որը փռել ենք։ Այսինքն, երբ որ գծանշում անում ենք, նշանները դնում ենք, այդ պահից է ինքը դառնում ճանապարհ։ Իջևանում ըստ Փաշինյանի 40 տարվա ճանապարհ է ասֆալտապատվում, սակայն այստեղ էլ գծանշում չկա։ Համայնքը ստիպված առանձին գծանշման համար մրցույթ պետք է հայտարարի։ Մեկ էլ տեղ կա, չէ, որ մի քանի անգամ գնում ես, ասում ես, խի ճանապարհային նշան չկա, ինչի ճանապարհային նշան չկա։ Մեկ էլ տանում են միտեղ, ասենք ենթադրենք մի 50 մետրի վրա մի 1000 կիլոմետրի ճանապարհային նշան, ինչ կա այդ ճանապարհային նշանի աղյուսակում, բոլորը դրած է այդտեղ, որ մտածում ես, որ մեկը մեքենան վարելով ճանապարհի այդ հատվածի մտնի շուռ կգա անպայման, որովհետև այնց շփոթեցնող է։ Էկոնոմիկայի նախարարը գյուղացուն աջակցելու ծրագիր է ներկայացնում։ Հողմշակի իր պետությունը կաջակցի։ Փաշինյանը Տանձուտ եւ Արգավանդ գյուղերում ծրագրի արդյունավետությունից է հետաքրքրվել։ Ասում է, ստացվել է այնպես, որ դիսոնանս կա կառավարության իշխանության ներկայացուցիչների եւ գյուղացիների միջև։ Մենք ասում ենք, բայց չէ որ կառավարությունը 100,000 դրամ, ասենք տալիս է, ինչի համար է 100,000 դրամ տալիս, ասենք Հատիկնդեղենի մշակաբույսի համար, Արարատյան դաշտի հող, Բերի հող 100,000 դրամ տալիս է, մարդը ասում է, հա, բայց 170,000 դրամ պետքա բան անեմ, ծախսեմ այնտեղ, որ հողը մշակեմ։ Ասում եմ, հա, կառավարությունը 100,000 դրամ տալիս է։ Ասում եմ, հա, բայց ես այդ 170,000 դրամը չունեմ։ Ոստեղ խոսակցությունը կանգնում է։ Մեկ այլ պատասխան էլ չի գոհացրել Փաշինյանին, գյուղացիներ էլ կան հայտնել են, թե ծրագիրը հարուստների փող ու տասնյակ հեկտարներով հող ունեցողների համար է։ Հարուստները չեմ ասում, մանը Բիլ Գեյթսը, բայց տեղական մասշտաբով հարուստները կօգտվեն։ Այստեղ էլի խոսակցությունը մտնում է փակողի։ Բայց իրոք այդ մարդիկում ես տեսա, ում հետ շփվեցի, այս ծրագիրը իրանց հետ ոչ մի կապ չի ունենալու։ Այդ մարդկանց չի ստացվում մեր երկխոսությունը իրանց հետ
եւ այս ծրագրերը իրանց բան չի անում, չի հանում իրանց այդ վիճակից։ Ընդ որում այս ծրագիրն էլ, ես անկեղծ ասեմ, ես լավ ծրագիր չեմ համարում։ Փաշինյանի ձևակերպմամբ ծրագիրը արդյունք կտա այն ժամանակ, երբ 1, 2, 3 տարի աջակցելուց հետո գյուղացին կառավարությանը հայտնի, թե պետության աջակցության կարիքը էլ չունի եւ որ տնտեսությունն արդեն արդյունավետ է աշխատում։ Ապրիլը մոտենում է, հասնում է Թրամփի խոստացած ժամկետը մաքսատուրքերը հաստատելու համար։ Միացյալ Նահանգների առաջնորդի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնելուց հետո Թրամփի առաջին քայլերից էր Եվրամիության երկրներից, իր հարևաններ Կանադայից ու Մեքսիկայից, հեռավոր Չինաստանից մի շարք ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր սահմանելը։ Արձագանքները շատ էին ու բացասական, բայց Թրամփն անդրդվելի է։ Ավելին հիմա էլ հայտարարել է արտասահմանյան մեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու ծրագրի մասին։ So we'll effectively be charging a 25% tariff. Մենք պատրաստվում ենք առավելագույնը 25% մաքսատուրք սահմանել բոլոր այն մեքենաների համար, որոնք արտադրված չեն Միացյալ Նահանգներում։ Մաքսատուրքերի նվազագույն սահմանը կկազմի ներկայումս գործող 2.5%-ը։ Թրամփը հայտարարեց, թե արձագանքներինն է ու դրանք բնականաբար բացասական են։ Միացյալ Նահանգների առաջնորդի որոշումը առաջինը դատապարտեց Կանադայի վարչապետը, այն անվանելով ուղղակի հարձակում կանադացի աշխատողների վրա։ Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, կպաշտպանենք մեր ընկերություններին, մենք կպաշտպանենք մեր երկիրը միասին։ Ավտոարտադրող խոշորագույն երկրներից մեկի Ճապոնիայի կառավարությունն էլ վստահեցրել է համապատասխան միջոցներ են ձեռնարկելու Ամերիկայի մաքսատուրքերի դեմ։ Նման սպառնալիքները Թրամփին կարծես թե այնքան էլ չեն անհանգստացնում։ Նախագահն իր ծրագիրը ոգևորիչ է համարել, հայտարարելով, թե այն նպաստելու է երկրի տնտեսական աճին, բայց հայտարարությունից ժամեր անց պատկերը այլ բան է ցույց տալիս։ Ամերիկյան ֆոնդայի բորսաներում նկատվել է ավտոմոբիլային արդյունաբերության ինդեքսների կտրուկ անկում։ Տեսլայի բաժնետոմսերը նվազել են 5.6, General Motors-ը 6.18, Ford-ը 4.7%-ով։ Նվազել են նաև մեքենաների համար չիպեր արտադրող ընկերությունների արժեթղթերը։ Nvidia-ն ու Tesla-ն համատեղ մեկ օրում կորցրել են $222 միլիարդ։ Վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը ժամանակավորապես կկանգնեցնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավտոարտադրությունը, կհանգեցնի գների աճի եւ կսրի դաշնակիցների հետ հարաբերությունները։ Գրենլանդիան պետք է լինի Ամերիկային, այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը։ Մեր Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար, այն մեզ պետք է, այն պետք է մերը լինի։ Այն պաշտպանական եւ հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է, ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ Թրամփը վստահ չէ, որ արդյոք Գրենլանդիայի բնակիչները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք եւ համոզենք նրանց տարածքը պետք է մերը լինի, ասել է Թրամփը։ Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանին աջակցելու նպատակով Հյուսիսային Կորեան մոտ 3000 լրացուցիչ զինծառայող է ուղարկել հակամարտության գոտի։ Դրանից զատ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին օժանդակում է նաև ռազմատեխնիկայով, հրթիռներով ու հրետանային սարքավորումներով։ Ռուսաստանն ուղարկվել փոքր հեռահարության մեծաքանակ բալիստիկ հրթիռներ, 170 մմ-անոց ինքնագնաց հաուբիցներ եւ մոտ 220 միավոր 240 մմ-անոց համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր։ Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 30-ը վիրավորվել է։ Կառավարության տվյալներով հրդեհների պատճառով այրվել է մոտ 36000 հեկտար անտառ։ Մոտ 37000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Պայքարելու համար բերվել են տասնյակ հրշեջ ուղղաթիռներ, շուրջ 5000 մասնագետ եւ 560 միավոր տեխնիկա, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է ամբողջ տարածաշրջանում։ Հուրգադայի ափերի մոտ խորտակված Սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել։ Ընդհանուր առմամբ Սուզանավում 45 զբոսաշրջիկ է եղել։ Ըստ նախնական տվյալների զոհվել է 6 մարդ, մյուսներն այժմ հոսպիտալացված են կամ գտնվում են հյուրանոցներում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է թատրոնի աշխատակիցներին թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Շնորհակալություն մեր թատրոնների բոլոր աշխատակիցներին նվիրվածության, ստեղծագործական աշխատանքի ու քաղաքի մշակութային կյանքը հագեցնելու համար, գրել է քաղաքապետը։ Գոյ թատրոնի գոյաբանական պայքարի էպոպեան 1 տարի է չի ավարտվում։ Թատրոնի փակումից հետո էլ կրքերը չեն հանդարտվում։ Գոյի կառավարման խորհրդի նախագահն է աղզանգում։ Ոչնչացնում ու ջնջում են իրենց պատմությունը։ Նախ փակեցին թատրոնը, հիմա էլ ապամոնտաժել են հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։ Արզումանյանը խնդրի վերաբերյալ բաց նամակով դիմել է մշակույթի նախարարին, պահանջել դադարեցնել թատրոնի վերացման ուղղված քայլերը։
120 տեղ նստարանների այդ դեպի sense ամֆիթատրոն կոչվածը զրոյացվել է դեպի գետնին։ Այն սկզբից ինչը որ մենք ասում էինք, բարձրաձայնում էինք, ահազանգում էինք, որ ասում էինք գոյ թատրոնը վերացնում են, ես ասում եմ ինչ է, միացնում ենք։ Բայց այսօր տեսեք շատ կոնկրետ հայտարարություն անում Վարդան Մկրտչյանը, գոյ թատրոն չկա։ Սունդուկյանի թատրոնի տնօրեն Մկրտչյանը սակայն նկատում է իրականացվող աշխատանքները ուրիշի տարածքում չեն, տարածքն ի սկզբանե իրենց է պատկանել։ Հիմա այն կառավարության որոշմամբ վերադարձվել է մայր թատրոնին։ Այդտեղ վերանորոգման աշխատանքներ են նախատեսում։ Սունդուկյան թատրոնում պարբերաբար ոչ միայն այդտեղ վերանորոգման աշխատանքներ ընթանում են եւ ընթանալու են։ Ինչ է կառուցվելու այդ տարածքում։ Տարածքի իր տրամաբանությունը չի փոխելու։ Մենք աշխատանքներ անում եւ տանում ենք մեր տարածքում։ Մենք մեր տարածքից դուրս ուրիշի տարածքում աշխատանք չենք անում։ Արզումանյանը մշակույթի նախարարության այս գործը լավ ոճը գոյ թատրոնի ժառանգությունը վերջնականապես ջնջելու մտադրություն է որակում։ Նկատում, քանի դեռ գործը գտնվում է դատարանում եւ այն իրավական վերջնական լուծում չի ստացել, ոչ ոք իրավունք չունի կանխակալ վերաբերմունքով եւ ապօրինի գործողությամբ ոչնչացնել թատրոնը։ Պարզապես մարդիկ չեն սպասում, իրանք իրանց գործն են անում, են ավիրում են, չեն սպասում դատարանի որոշմանը։ Գործը փակված չի, փաստացի գործը փակված չի ինքը, բայց իրենց լիազորություններ են տվել, որ ինչ ուզեն անեն։ Ում հետ ասես խոսեցինք, բայց ոչ ոք ոչ մի դրական լուծում կամ արձագանք չտվեց, սկսած նախարարությունից, կառավարությունից։ Եթե գոյ թատրոնը գոյություն չունի, ապա ինչու են այդքան հետևողականորեն ջնջում թատրոնի պատմության հետագիծը, հարցնում է Արզումանյանը։ Հիշեցնենք, գոյը պայքարելու է վերադառնալու ու կերտելու իր պատմական հաղթանակը։ Մարտի 26-ին Գորիսի, Սյունիք, Ավանգարդ փողոցների խաչմերուկում բախվել են 28-ամյա Դավիթի Toyota Camry եւ 21-ամյա Սերժի Գազ 31029։ Վերջինի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիս բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Մարտի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հաղպատ գյուղի վարչական տարածքում ճանապարհի հենապատն է փլուզվել։ Ժամանել են փրկարարության Թումանյանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները։ Նրանք ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով էլ ժամանած մարզպետարանի աշխատակիցներն ու ճանապարհը սպասարկող ճանշինը աշխատանքներ է կատարել հողն ու հենապատերից փոկված քարերը հեռացնելու համար։